Քաղաքացիական պայմանագիրը ներկայացնող մի հռետոր փորձում էր ընդդիմությանը սաստել, թե դուք հանկարծ չհամարձակվեք խոսել զինված ուժերի վիճակի մասին։ Դուք չարաչար սխալվում եք, որտեղ զինված ուժերը ձերը չեն, զինված ուժերը Հայաստանի Հանրապետությանն են, եւ մենք ավելի քան ունենք այդ իրավունքը խոսել այդ մասին։ Ուրեմն 2026 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների մահերի թիվը 33-ն է, ընդամենը 8 ամսվա կտրվածքով։ Սա վատթարագույն պատկերն է, որ կարող ենք ունենալ վերջին կարծեմ 1 տասնամյակի պատկերով։ Միայն վերջին 13 օրերում բանակում արձանագրվել է 4 մահվան դեպք։ Մտածեք այդ մասին։ Մտածեք այդ մասին նախքան այս ամբիոնից մեղավորության նիզակներ ուղղելով ընդդիմությանը եւ փորձելով մեզ լռեցնել։ Օգոստոսի 13 Գրիգոր Զաքարյան հրազենային վնասվածքից է մահացել։ Օգոստոսի 19 Սուրեն Վարդանյան մահացել է Ճամբարակի ճանապարհի վրա երթից եւ եւս 6 զինվոր տուժել են խայտառակ հակականոնադրային հարաբերությունների արդյունքում։ Օգոստոսի 23 Էդգար Գևորգյան հայտնաբերվել է դին հրազենային վնասվածքով։ Օգոստոսի 24 37-ամյա պայմանագրային զինծառայող ըստ տեղեկատվության մահացել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում, որը դեռևս պիտի ստուգել։ Սա իսկապես սարսափելի թիվ է, սա հիվանդ հասարակության, բռնության մշակույթի, քաոսի նշանն է եւ քաղաքացուն նկատմամբ ամենակարևորը քաղաքացուն նկատմամբ սեփական քաղաքացուն նկատմամբ պետության վերաբերմունքի դրսևորում։ Բայց սա նախ եւ առաջ խոսում է մեր հասարակության մեջ մարդու, նրա ճակատագրի եւ մարդու որպես ամենամեծ կապիտալի նկատմամբ վերաբերմունքի մասին եւ նախ եւ առաջ պետության պատասխանատվության մասին։ Իդեպ օգոստոսի 19-ի վարչապետի որոշումով զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերի առնչությամբ համակարգային լուծումներ մշակող միջգերատեսչական մի աշխատանքային խումբ է ստեղծվել եւ զարմանք այդ աշխատանքային խմբում ընդգրկված չէ ՄԻՊ-ը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ խորհրդարանական երկիր Հայաստանում խորհրդարանը ներկայացնող որևէ հանձնաժողով մշտական։ Այս աղետալի պատկերից հետո նորից ուզում եմ կրկնել այն մի առաջարկությունս, որ հնչեցրել եմ եւ հասկանում եմ, որ այստեղ պետք է քաղաքացիական պայմանագիրն էլ ունենա այդ համոզումը, որ անխուսափելի առաջնահերթություն է բանակում ունենալու բանակային օմբուդսմեն։